Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Եվս մեկ զոհ Իրանի անվտանգային բուրգում, ով է եղել Իսրայելի թիրախը։ Սպանել են Իրանի ամենաազդեցիկ գործիչներից մեկին, ով էր Ալի Լարիջանին։ Ինչ են քննարկել հայ և թուրք պաշտոնյաները, մանրամասներ են հայտնի։ Ահազանգ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից, գերիներին երբ և ուր են տանելու։ Խափանման միջոցի փոփոխություն և եկեղեցական արարողությունների մասնակցելու հնարավորություն, դատարանը քննում է Միքայել Սրբազանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Մալաթիա Սեբաստիայի դպրոցներից մեկից 11-ամյա աղջնակին ծեծված տեղափոխել են հիվանդանոց, ինչ մանրամասներ է հայտնի։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը քիչ առաջ հայտարարել է, որ Իսրայելը սպանել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։ Երեկ էլ Իսրայելը սպանել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարին Ալի Լարիջանիին և նրա որդուն։ Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան հայտարարել է, որ Իրանի ռազմական պաշտոնյաները պլանավորում են նոր զենք կիրառել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ։ Թեհրանը հայտարարել է, որ սկսել է պատասխան գործողությունների ալիքը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Թել Ավիվում վնասել են տասնյակ օբյեկտներ, ավերել են երկաթուղային 2 կայարան։ Իրանի պաշտոնական տվյալով ոչնչացրել են ավելի քան 100 ռազմական թիրախ։ كمان في ختان كهرباء في الغاز. Լարիջանին Իրանի առանցքային դեմքերից էր, անվտանգության և ռազմավարական որոշումներ կայացնող մարմնի ղեկավարը։ Լարիջանիի ընտանիքը Իրանի քաղաքական ասպարեզում հաճախ անվանում են իրաքյան խումբ, որում բացի Ալիից ներառված են նրա փեսան, 2 եղբայրները և զարմիկները։ Ամերիկայի համար նա կարևոր թիրախ էր, նաև այն պատճառով, որ համարվում էր Այաթոլլահ Խամենեիի վստահված անձանցից մեկը։ Ով էր Ալի Լարիջանին և ինչ ճանապարհ է անցել Իրանի քաղաքական համակարգում, ռեպորտաժում։ حالا فرض کنیم من بکنم Իրանի իշխանական վերնախավում Ալի Լարիջանին ամենաազդեցիկ գործիչներից էր։ Նրա սպանությունը Իրանը չի պատրաստվում ներել։ Լարիջանին վերջին ամիսներին փաստացի դարձել էր ճգնաժամային կառավարման կենտրոնական դեմքը, վերահսկում էր նաև միջուկային բանակցությունները, նաև ներքին բողոքների դեմ ճնշումը։ Նա միավորում էր տարբեր ուժային թևեր։ Լարիջանին ծնվել է 1958 թվականին Իրաքի Նաջաֆ քաղաքում, ամենաազդեցիկ իրանցի հոգևորական Այաթոլլահ Հաշեմի Միրզա Ամոլիի ընտանիքում, որը Շահ Մոհամմադ Ռեզայի կողմից աքսորվել էր Իրաք։ 1979 թվականի հեղափոխությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Իրան, որտեղ Ալի Լարիջանին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա եղբայրները նույնպես զբաղեցրել են բարձր պաշտոններ պետական համակարգերում, ներառյալ դատական համակարգն ու արտաքին գործերի նախարարությունը։ Նա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջին անդամներից մեկը, իսկ ավելի ուշ դարձել է Իրանի գլխավոր բանակցողը միջուկային ծրագրի շուրջ։ Նա նաև ղեկավարել է պետական ԻՐԻՊ հեռուստառադիոընկերությունը, տարիներ շարունակ ձևավորելով Իրանի մեդիա օրակարգը։ 2005-ից 2007 թվականներին Լարիջանին եղել է միջուկային ծրագրի գլխավոր բանակցող, պաշտպանելով ուրանի հարստացման Իրանի իրավունքը։ Մի առիթով նա եվրոպական առաջարկները հրաժարվելու միջուկային վառելիքի արտադրությունից համեմատել է մարգարիտը շոկոլադե սալիկի հետ փոխանակելու հետ։ Իրանի փորձագետները նշում էին, որ նա փորձում էր դիվանագիտական ճանապարհով համոզել Արևմուտքին և համարվում էր պետական գործիչ։ 2005 թվականին նա առաջադրվել է նախագահի պաշտոնում, բայց չի հաղթահարել շեմը։ Ավելի ուշ փորձել է մասնակցել նաև 2021 և 24 թվականների ընտրություններին, սակայն 2 անգամ էլ հեռացվել է Պահապանների խորհրդի կողմից։ 2008-ից 2020 թվականներին Լարիջանին զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, դառնալով հեղափոխական շրջանակի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկը։ Նրա պաշտոնավարման ընթացքում 2015 թվականին 2 տարվա բարդ բանակցություններից հետո Իրանը 6 համաշխարհային պետությունների հետ կնքեց միջուկային համաձայնագրերը։ 2021 թվականին Խամենեին Լարիջանիին նշանակեց Չինաստանի հետ 25-ամյա ռազմավարական համաձայնագրի բանակցող, բազմամիլիարդանոց գործ
համակարգ, որը կարևոր նշանակություն ունի Իրանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության համար։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Լարիջանին զբաղեցրել է բարձր պաշտոններ, առանձնանալով Խամենեիի նկատմամբ հավատարմությամբ և տարբեր մասնակցող խմբավորումների հետ հարաբերություններում պրագմատիկ մոտեցմամբ։ Վերջին ամիսներին նա նաև մի քանի անգամ այցելել է Մոսկվա, քննարկելու անվտանգության հարցեր։ Լարիջանին ներկա էր նաև Օմանում, Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Լարիջանին, որը 20 տարի առաջ ղեկավարում էր ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, կրկին վերադարձել է այդ պաշտոնին Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա օդային պատերազմից հետո։ Ինչպես մյուս իրանցի պաշտոնյաները, նա հայտարարել է, որ հասկանում է տնտեսական դժվարությունների դեմ բողոքող քաղաքացիների տրամադրությունները, սակայն դատապարտել է ուժայինների դեմ հարձակումները, դրանք վերագրելով Իրանի երդվյալ թշնամի Իսրայելին։ Հունվարի սկզբին, երբ բողոքները տարածվել էին ամբողջ Իրանում, աճել էին Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտահոգությունները, այաթոլլահ Խամենեին դիմել է Լարիջանիին իրավիճակը կայունացնելու խնդրանքով։ Այդ պահից, ըստ իրանական աղբյուրների, Լարիջանին վերցրել է ճգնաժամի կառավարումը։ Լարիջանիի մահը կարող է ազդել ոչ միայն Իրանի ներսում իրավիճակի վրա, այլ նաև տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։ Զեդա Գյուրեղյան, Անիա Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հաստատել է Բասիջի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահը։ Թեհրանը արդեն քննարկում է Ալի Լարիջանիի իրավահաջորդի հարցը։ Հնարավոր թեկնածուներից մեկը Սաիդ Ջալիլին է։ Նա նախկինում արդեն զբաղեցրել է այս պաշտոնը 2007-ից 2013 թվականներին և երկար տարիներ եղել է Իրանի գլխավոր բանակցողը միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում։ Մեկ պաշտոնյայի մահը չի կարող ազդել Իրանի իշխանության կայունության վրա, վստահեցրել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։ Նախարարի խոսքով մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Նա հավելել է, որ գլխավոր գործոնը համակարգի կայունությունն է, այլ ոչ թե առանձին անհատները։ Մենք չենք ունեցել որևէ մեկին, որն ավելի կարևոր լիներ, քան հենց առաջնորդը։ Եվ նույնիսկ երբ առաջնորդը նահատակվեց, համակարգը շարունակեց գործել և անմիջապես ապահովեց փոխարինողին։ Եթե մեկ ուրիշը նահատակվի, նույնը կլինի։ Եթե երբևէ արտաքին գործերի նախարարը նահատակվի, ի վերջո կգտնվի մեկ ուրիշը, ով կստանձնի այդ պաշտոնը։ Արաղչին նաև հայտարարել է, որ միջուկային զենքի մշակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումն էականորեն չի փոխվի։ Արտգործնախարարի խոսքով նոր գերագույն առաջնորդը դեռևս հրապարակայնորեն չի արտահայտել իր տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին 2000-ականների սկզբին հրապարակված կրոնական հրամանագրով դեմ էր արտահայտվել զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը։ Իրան-Իսրայել լարվածությունը շարունակվում է նաև տարածաշրջանի այլ հատվածներում։ Իսրայելական բանակը անցած գիշեր հարվածել է Բեյրութին, հատկապես թիրախ է դարձել քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկը։ Ըստ տեղական աղբյուրների, հարձակման պատճառով կա 3 զոհ, 6 վիրավոր։ Մերձավոր Արևելքում պատերազմը վատ կանխազգացում է առաջացնում Վլադիմիր Զելենսկիի մոտ։ Ուկրաինայի նախագահը վախենում է, որ դա կշեղի մարդկանց ուշադրությունը Ուկրաինայում տեղի ունեցողից։ Նրա խոսքով վերջին օրերին Թրամփը կենտրոնացած է Իրանի վրա, սակայն ուկրաինական, ամերիկյան և ռուսական բանակցային թիմերը շարունակում են շփվել միմյանց հետ։ Աշխարհում տեղի ունեցողը ռեպորտաժում։ Իսրայելը սպանում է բռնապետության պարագլուխներին, հրապարակներում, ճանապարհներին և խաչմերուկներին, որպեսզի Իրանի քաջ ժողովուրդը նշի կրակի տոնը։ Շնորհավոր Նովրուզ։ Իրանի երկրորդ դեմքը հանդիսացող Ալի Լարիջանիի սպանությունից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի գլխի համար $10 միլիոն պարգև էր նշանակված։ Մենք դա արեցինք անվճար, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։ Օրերս Լարիջանին գրել էր, որ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում մնացել է մենակ, առանց աջակցության։ Շատ երկրներ Իրանին մենակ են թողել, չցուցաբերելով սպասված եղբայրասիրական համերաշխությունը, ասել էր նա։
Մենք դաժան վրեժ կլուծենք բոլոր նրանցից, ում ձեռքերին Իրանի անմեղ, բայց անսասան պաշտպանների արյունն է, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Անկասկած ժամանակն է ավարտել պատերազմը, ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Պատերազմների հետ կապված խնդիրն այն է, որ դրանք ավելի հեշտ է սկսելը, քան դադարեցնելը, եւ դրանք միշտ վերահսկողությունից դուրս են գալիս, ասել է նա։ Եվրոպական երկրներից մերժումներ ստանալուց հետո Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի։ Մենք ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունենք, երբեք էլ չենք ունեցել։ Նմանապես Ճապոնիայի, Ավստրալիայի կամ Հարավային Կորեայի, որպես Միացյալ Նահանգների աշխարհի ամենաազդեցիկ երկրի նախագահ, մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է նաև, որ կարող է Կուբայի հետ անել այն ամենն, ինչ ուզում է։ Սպառնալից հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Կուբան եւ Միացյալ Նահանգները փորձում են կարգավորել լարված բանակցությունները։ Ես իսկապես հավատում եմ, որ պատիվ կունենամ վերցնելու Կուբան, ինչ որ կերպ Կուբան վերցնելը մեծ պատիվ կլինի, ասել է Թրամփը։ Շրի Լանկայում վառելիք խնայելու նպատակով չորեքշաբթի օրերը հայտարարվել են ոչ աշխատանքային։ Պետությունը բախվել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած վառելիքի պաշարների պակասի խնդրին։ Մենք պետք է պատրաստվենք վատագույնին, սակայն հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի, ասել է երկրի նախագահը։ Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով Ասիայի այլ երկրներ եւս էներգախնայողության միջոցառումներ են ձեռնարկում։ Սիրիայի հետ սահմանին գտնվող լիբանանյան Ալ-Քաա գյուղում Քրիստոսի 26 մետրանոց արձանն է կանգնեցվել, որպես խաղաղության ուղերձ տարածաշրջանին։ Նշվում է, որ արձանը կանգնեցվել է տեղի գործարարի միջոցներով։ Եվ վերջում 93 տարեկանում մահացել է համայն վրաց կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը, Վրաստանում սուգ է հայտարարվել պատրիարքի մահվան կապակցությամբ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բողոք է ներկայացվել Սոկար Թրեյդինգի դեմ, Արցախի դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու համար, հայտնել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բողոքը պաշտոնապես ներկայացրել են Շվեյցարիայի ազգային կոնտակտային կետին համաձայն տնտեսական գործակցության եւ զարգացման կազմակերպության բազմազգ ձեռնարկությունների համար նախատեսված 2011 եւ 2023 թվականների ուղեցույցների։ Շվեյցարիայի ազգային կոնտակտային կետն այժմ կուսումնասիրի բողոքը եւ կորոշի հետագա գործողություններն ու իրավական պաշտպանության միջոցները։ Սակայն Բաքվին զսպելու միջազգային գործիքները շարունակում են չաշխատել։ Ահազանգ է գալիս Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներից։ Չափազանց մտահոգիչ է վիճակը Բաքվում հայ գերիների դատական գործերի վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հրապարակել է Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը, որտեղ նրան ընդհատում են եւ անգամ թույլ չեն տալիս ավարտել խոսքն ու ընտանիքի միջոցով հրապարակային դարձնել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված դիմումը։ Իսկ կեղծ դատավճիռների հրապարակումից մեկ ամիս անց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս չեն ստացել դատավճիռների տեքստերը ոչ մի լեզվով, ինչն էլ խոչընդոտում է դրանք բողոքարկելու իրավունքի իրացմանը։ Գերիներին երբ եւ ուր են տանելու, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Почему? Ну, почему? Потому что могу даже знать, что И вот мне не дают даже это сделать. Я хочу сказать, что мне, к сожалению, не дают возможности обратиться к вам, что вы единственные, кто могут до нас остаться. Я не могу получить приговор уже месяц. Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։ Նախորդող 10 օրում նա օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձեր է արել։ Ոչ մի կերպ չի հաջողվել։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները հայտարարություն են տարածել, ընդգծելով կեղծ դատավարությունից հետո ազատազրկվածներն վճիրներն անգամ չեն ստացել։ Չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված վիճակով։ Նրա եւ մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Ընտանիքը Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբեն Վարդանյանի դիմումի աուդիո ձայնագրությունը, որը կիսատ էր, հրապարակել է։ Նրանք մտահոգություն են հայտնել։
կարճ զրույցներն անգամ հնարավոր է այլևս չլինեն։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով արտասահմանում դատավարությունն ավարտվելուց հետո դատապարտյալին վերադարձնում են քաղաքացիության վայր։ Միջազգային օրենքով է կարգավորվում։ Այն տարածվում է նաև Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ, եւ այն պետք է իրականություն դառնա հատկապես խաղաղության մասին անդադար խոսող երկու Հայաստանի եւ Ադրբեջանի գործող կառավարությունների միջև։ Այն հնարավորությունները, որոնք կային եւ կան ԱՊՀ երկրների շրջանակում, դրան ավելացել է խաղաղության մասին այս առնվազն խոսակցությունները։ Եվ ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե մենք տեսնեինք, լսեինք, որ իշխանությունը ոչ թե ասում է ինչ որ նուրբանկատորեն ինչ որ բան է անում, այստեղ նուրբանկատությունը բացարձակապես չի պահանջվում։ Պետք է որ Հայաստանը իր վրա վերցնի այդ ծախսերը, այդ անձանց, ովքեր որ արդեն դատապարտվել են, բերեն Հայաստան։ Միայն իրավական գործ լինելուց դուրս է հայ գերիների վերադարձի հարցը, ընդգծում է ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այն, որ այս հարցը բավականին բարդ լուծում է պահանջում, ակնհայտ է, որովհետև գործ ունենք Ալիևյան բռնապետական ռեժիմի հետ եւ այդ տեսանկյունից այնպես չէ, որ նոր իշխանության համար հեշտ է լինելու այս հարցը լուծել, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունը ընդհանրապես այս հարցով չի զբաղվում։ Միջազգային հանրության այդ ակտիվ աշխատանքի եւ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում գերիների հարցի բարձրաձայնումը կարծում ենք, որ որոշակի ժամանակ արդյունավետ աշխատելու դեպքում կտա իր արդյունքը։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների վերադարձի համար կարևոր անելիք ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, նշում է Լարիսա Ալավերդյանը։ Պարլամենտական ընդդիմությունը լայն հնարավորություններ ունի շփվելու թե Եվրոպայի խորհրդի վեհաժողովի անդամների, հանձնաժողովների եւ այլն, եւ թե միջև անգամ Եվրամիության, որովհետեւ մենք ունենք այդպիսի շրջանակ, որտեղ որ համագործակցում են։ Գերիների վերադարձի համար ձեռնարկվող քայլերը արդյունավետ չեն, նշում է Մեսրոպ Առաքելյանը։ Իշխանությունը միջազգային հարթակներում այդ հարցը բարձրացնելու փոխարեն այլ օրակարգ ու առաջնահերթություններ է սահմանում։ Հայաստանի իշխանությունների այս կառավարական կեցվածքը հենց առաջացնում է նաև այսօրվա վիճակը, երբ նաև միջազգային հանրությունը այս հարցի շուրջ ունի ակտիվ դերակատարում եւ լուծումը քաղաքական է, հույս ունենք, որ նորմալ իշխանության պարագայում սա կդառնա Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն օրակարգերից մեկը, որի միջոցով հնարավոր կլինի օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրական խաղաղության մասին, Իլհամ Ալիևը տարբեր հարցազրույցներում անդրադառնում է հայ ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասին հնչող հարցերին։ Մասնավորապես Ֆրանս 24-ի լրագրողի հնարավոր է շրջեք էջն ու ներում շնորհեք նաև նրանց հարցին, Ալիևը ոչ ուղիղ, բայց բացասական պատասխան է տվել։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ պաշտոնական Երևանը շարունակում է մշակել սահմանադրության նոր տեքստը։ Արդարադատության նախարար Սրփոյի Գալյանը հայտարարել է, որ սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված։ Նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերին։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը եւ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն շատ լավ ձեզ համար գուցեև չունեն իմաստ մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք որ յուրաքանչյուր դրույթ որը կնախատեսվի սահմանադրությունում մանրամասն քննարկման առարկա դարձվի հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիների հետ Գալյանը կարծում է, որ սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև ընտրությունը։ Ըստ նրա բավարար ժամանակ կտրամադրեն ծանոթանալու համար։
ՄԱԿ-ի հովանավորությամբ տեղի ունեցած հանդիպման շրջանակում Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը զրուցել են Թուրքիայի էներգետիկայի նախարար Alparslan Bayraktarի հետ։ Թուրք պաշտոնյան հայտնել է, որ քննարկել են ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։ Անդրադարձել են նաև գործակցության ոլորտներին, հիմնականում էլեկտրաէներգիայի, փոխկապակցվածությանը, ատոմային էներգիային և բնական գազին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է քաղաքական ուժի անվտանգության ծրագիրը։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասել է, որ ըստ հարցումների մարդկանց ավելի քան 80%-ը վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ։ Ավելի հզոր տնտեսությունը նշանակում է ավելի մեծ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ամենաժամանակակից կարողությունների և սպառազինության զարգացմանը, ուղղվել բանակին։ Սամվել Կարապետյանի վարչապետությամբ Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական տնտեսական կապերը։ Տեղի է ունեցել Միքայել Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սրբազանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Սրբազանի խափանման միջոցի փոփոխության համար։ Թիմը միջնորդել է վերացնել տնային կալանքը, սակայն դատարանը պահպանել է խափանման միջոցը։ Դատարանը Միքայել Սրբազանին թույլատրել է մասնակցել կիրակնօրյա պատարակներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարակ մատուցել ոչ։ Դատարանը սահմանափակել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի շփումը թեմի հոգևորականների հետ։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրդանես Բաղալյանը գործընկերոջս հայտնել է, որ սահմանափակել են նաև Սրբազանի այցելությունները թեմի եկեղեցիներ ու առաջնորդարան։ Հիշեցնեմ, որ Սրբազանը գտնվում է տնային կալանքի տակ։ Արարատի մարզից ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Արաբկիր բժշկական կենտրոնը հայտնել է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Մալաթիա Սեբաստիայի դպրոցներից մեկում հարվածներ ստանալու պատճառով ծնողի ուղեկցությամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխել 11-ամյա աշակերտուհու։ Դպրոցում երեխան տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհու հետ, որն էլ ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է երեխայի մարմնի տարբեր հատվածներին։ Մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել Նորհաճնում։ Իրավապահները բնակարանից բերման են ենթարկել արցախցի զոհված զինծառայողի քրոջը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով կնոջը ձերբակալել են սեփական բնակարանից 5 երեխաների աչքի առաջ։ Արցախցի զոհված զինծառայողի քրոջը 5 երեխաների, որից 3-ը մանկահասակ երեխաներ, նրանց այդ երեխաների ներկայությամբ Նորհաճնի իր բնակավայրից մի քանի ոստիկաններ ձերբակալել և տեղափոխել են Դիլիջանի քննչական բաժին զուտ այն բանի համար, որ նա Facebook-յան հարթակում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է արել մեկնաբանություններում։ Ինչ-որ եթերի տակ մեկնաբանություններում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է կատարել։ Կրկնում եմ, զոհված զինծառայողի քրոջը, արցախցի տարհանված, անուն ազգանունը հիմա չեմ նշի, անձին ձերբակալել 5 երեխաների ներկայությամբ 3-ը կրկնում եմ մանկահասակ երեխա, իսկ երեխաներից մեկն էլ ստիպված էր նրա հետ տեղափոխվել ոստիկանության բաժին, տարիքով փոքր, անընդհատ լացում էր եւ այլն։ Ձերբակալել եւ տեղափոխել են քննչական բաժին։ Ավելի ուշ Հույդա Գերագույն մարմնի անդամ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է։ Նրա խոսքով այսօր նրան կրկին կանչել են հարցաքննության։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։